Միշտ է պետք նկատել ու տուգանել, երբեմն պետք է պարզապես թողնել, որ ժողովուրդը ապրի։ Չի կարելի մարդկանց գցել անվերջ տուգանելու կարուսելի մեջ։ Պետությունը չի կարող լինել քաղաքացու վրայից փող քերելու մեխանիզմ։ Քաղաքացին մարդ է, ոչ թե մշտական վերահսկողության ու պատժի օբյեկտ։ Մարդիկ ասում են՝ մի քիչ էլ մեզ թողեք ապրենք։ Թուլացրեք ճնշումները։ Օրենքը պետք է ծառայի ժողովրդին, ոչ թե տուգանողներին։ Օրենքը ունի ոչ միայն տուգանելու, այլ նաև բարոյական կողմ։ Մշտապես ամեն ինչ ձեզ չի կարող մնալ։ Ժողովուրդն էլ իրավունք ունի շնչելու։ Ժողովուրդը չի ուզում ապրել տուգանքների լաբիրինթոսում։ Քաղաքացիական պայմանագրի և նախկինների տասնամյակներով կառավարված տուգանքային պետությունը ժողովրդի վզին նստած անվերջ կարուսել։ ՔՊ-ն այսօր փորձում է իրեն ներկայացնել որպես մաքուր ուժ, բայց ժողովուրդը մի պարզ հարց ունի. ով է իրականում ձեզանից լավը, նախկինները, թե դուք, երբ նույն տուգանելու պետությունը նոր փաթեթավորմամբ շարունակեցիք։ Դուք ասում էիք, նախկինները վատն էին, բայց այսօր ժողովուրդը փորձում է հասկանալ, նախկիններն էին վատը, թե դուք ստացվեցիք նախկիններից էլ առավել զզվելի, որովհետև իրականությունն այն է, որ 91-ից մինչև 25 թվականը Հայաստանը կառավարվել է նույն տրամաբանությամբ, պետությունը ստեղծվել է ոչ թե մարդու կյանքը բարելավելու, այլ քամելու, տուգանելու և գրպանելու համար։ Տարբերությունն ընդամենը փաթեթավորման մեջ է։ Նախկինները իրենց ձևով էին անում, իսկ այսօր ՔՊ-ն անում է նույնը, բյուջե չի հերիքում, տուգանեք, սկզբունքով։ ՔՊ-ն եկավ իշխանության ժողովրդի դժգոհության ալիքով, բայց մոտեցումը չփոխվեց։ Պետությունը դարձավ քաղաքացու վրայից փող քերելու գործիք։ Այսօր պետական համակարգի հիմնական լուծումը մեկն է՝ տուգանել, էլի տուգանել, ամեն ինչի դիմաց տուգանել։ Փողը չի հերիքում, տուգանեք, բյուջե չի լցվում, տուգանեք, սխալ եք արել, տուգանեք, դարձյալ տուգանեք։ Ստացվում է, որ պետական ողջ գործիքակազմի իմաստը դարձել է մեկը՝ քաղաքացուն տուգանել և այդ գումարներով պահել իշխանական շքեղ ապարատը։ Հայաստանի քաղաքացին մարդ է, ոչ թե մշտական վերահսկողության ու պատժի օբյեկտ։ Չի կարելի մարդկանց գցել անվերջ տուգանելու կարուսելի մեջ, որտեղից իջնել չի լինում։ 91 թվականից մինչև այսօր նույն պատկերն է, պետությունը տեսնում է ամեն մանրունք, հաշվարկվում է ամեն շեղում, տուգանում է ամեն քայլ, բայց երբ մարդն է խնդիր ունենում, պետությունը դառնում է կույր, խուլ և անտարբեր։ Օրենսդրությունը չի կարող լինել միայն պատժելու համար։ Օրենքը պետք է ունենա բարոյական կողմ, պետք է թույլ տա մարդուն ինչ-որ բան խնայել, պահել, փրկել իր ընտանիքի համար։ Բայց այդպես չի եղել ոչ նախկինների օրոք, ոչ էլ ԿՊ-ի իշխանության տարիներին։ Եվ միշտ նույն հարցն է մնացել օդում. ինչու է ամեն ինչ ձեզ համար, իսկ ժողովրդին միայն տուգանքներ են մնացել։ Այս ամենի հետևությունն ահավոր պարզ է։ ՔՊ-ի պետությունը քաղաքացուն չի պաշտպանում, միայն տուգանում է։ Քաղաքացու խնդիրներն իշխանությունը չի լսում, այլ զբաղված է սեփական վարկանիշով ու PR-ով։ Ժողովուրդը հոգնել է ոչ թե դժվարություններից, այլ անարդարությունից, ոչ թե աղքատությունից, այլ վերաբերմունքից, ոչ թե նախկիններից, այլ ներկա նախկիններից, որոնք նույն սխալները շարունակում են նոր փաթեթավորմամբ։ Մարդիկ ասում են՝ մի քիչ էլ մեզ թողեք ապրենք։ Մշտապես ամեն ինչ մեզ չի կարող մնալ։ Սա է պատճառը, որ ժողովրդի ձայնը լսելի է նոր ձևավորվող կուսակցությունն ու դեմ եմ քաղաքացիական շարժումը հրավիրում են քաղաքացիներին մասնակցել իրական փոփոխությանը, առաջադրվել պատգամավորության համար և դառնալ երկրի ապագան ձևավորող ուժ։ Մենք ձեզ ենք հրավիրում մասնակցելու, որոշելու, ձևավորելու վաղվա Հայաստանը։